Հարգելի գործընկերներ, շնորհակալություն, որ այստեղ եք։ Այսօրվա մեր հանդիպումը նվիրված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի հետ կապված սահմանադրական դատարանի որոշմանը։ Որպես սահմանադրական դատարան դիմաց պատգամավորների ներկայացուցիչ, ես այսօր ձեզ կներկայացնեմ իմ գնահատականը, թե դրական կողմերի, թե այն թերությունների, որոնք շատ լուրջ են, որոնք չպետք է անտեսվեն։ Անհրաժեշտ եմ համարում շեշտադրել մի կարևոր հանգամանք։ Սահմանադրական դատարանը ցավոք սրտի մերժեց իմ համարում շեշտադրել մի կարևոր հանգամանք։ Սահմանադրական դատարանը ցավոք սրտի մերժեց իմ միջնորդությունը գործի լսումները անցկացնելու բանավոր ընթացակարգով, ինչը խախտում սահմանադրական դրույթներն են դրա հիմքում։ Այնուամենայնիվ այս հնարավորությունը անտեսվեց, այնպես որ ես կփորձեմ այսօր օգտագործել այս հանդիպման հնարավորությունը գոնե համառոտ, բայց ներկայացնելու մեր հիմնական դրույթները, այն դրույթները, որոնք ընկած էին մեր դիմումի հիմքում։ Բայց մինչև շարունակելը կուզենայի մի բան, շատ կարևոր բան հստակ ընդգծել։ Ես ինքս անվերապահ պաշտպանում եմ հանցագործության եւ հատկապես կոռուպցիայի արդյունքներով ձեռք բերված գույքի բռնագանձումը։ Այսինքն այն, ինչ ես հիմա ներկայացնում եմ, ամենևին աղերս չունի, ուրեմն որևէ մի մոտեցման հետ, որ փորձ է արվում պաշտպանել կոռուպցիոն գույքը, ոչ։ Բայց ես ինչքան դեմ եմ, եւ ավելի ինչքան կողմ եմ, որպեսզի կոռուպցիայի արդյունքում ձեռք բերված գույքը բռնագանձվի, ես նույնքան դեմ եմ, որ հիմքում դրվի բացարձակապես այլ պոպուլիստական գաղափար, որ եթե ինչ-որ մեկը հարուստ է, ապա դա նշանակում է, որ նա գողացել է։ Ես նաև համարում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը ինչքան էլ կարևոր չլինի, այն միևնույն է, չի կարող հիմք հանդիսանալ, որպեսզի խախտվեն սահմանադրական հիմնարար իրավունքները։ Նախքան առաջանցնելը կուզենայի երկու խոսքով հիշեցնել օրենքի էությունը, որտեղ օրենքը ունի երկու հռչակված նպատակ։ Առաջինը դա կոռուպցիայի դեմ պայքարն է եւ այն վերաբերում է նախկին եւ ներկա պաշտոնյաների։ Երկրորդ հռչակված նպատակը, սրանք խնդրում եմ ուշադրություն դարձնել, որովհետեւ սրանք շատ տարբերվող նպատակներ են։ Երկրորդ նպատակը դա ընդհանուր հանցավորության դեմ պայքարն է, որը վերաբերում է անձանց, որոնք օրենքով սահմանված որոշակի ցանկից հանցագործություններ են կատարել, եւ այս դեպքում բացարձակապես էական չէ, այդ մարդիկ պաշտոնյա եղել են, չեն եղել, զբաղեցնում են ներկայումս պաշտոն կամ չեն զբաղեցնում։ Ընդ որում երկրորդ պարագայում հանցավորության դեմ պայքարի պարագայում օրենքը որևէ պահանջ չի դնում, որ հանցագործությունը պետք է դալն եւ ավելին օրենքը նշում է, որ եթե անգամ անձը հանգարց ու արդարացվեց եւ համարվեց, որ նա հանցագործությունը չի կատարել, բռնագանձման վարույթը միևնույն է պետք է շարունակվի։ Տարօրինակ է, բայց օրենքը պարունակում է նաեւ այդպիսի դրույթ։ Ուսումնասիրության շրջանակն է բավականին լայն, այն ընդգրկում է 1991 թվականի սեպտեմբերից սկսած ձեռք բերված գույքը, եւ օրենքը պարունակում էր դրույթ, որ դա որևէ կապ չունի, արդյոք դա ձեռք է բերվել պաշտոն զբաղեցնելուց առաջ, հետո հանցագործության հետ որևէ կապ ունի, թե ոչ։ Եվ եթե անձը չկարողանար ներկայացնել բավարար ապացույցներ, որ այդ գույքը նա ձեռք է բերել օրինական եկամուտներով, ապա այդ գույքը պետք է բռնագանձվեր։ Այժմ ուզում եմ անդրադառնալ սահմանադրական դատարանի որոշման դրական կողմերին։ Առաջինը, դատարանը հաստատեց մի պարզ եւ շատ տրամաբանական ճշմարտություն, որ հանցավորության դեմ պայքարում բռնագանձվող գույքը պետք է կապ ունենա հանցագործության հետ։ Ես կապ բառը ասելուց ավելի երևի ճշգրիտ ձևակերպում կուզենայի օգտագործել, որպեսզի չդառնա այն քննարկման առարկա ավելորդ։ Դատարանը նշել է, որ այն պետք է որոշակի որոշ հավաստիությամբ ցույց տրվի, որ կապ ունի այդ հանցագործության հետ։ Պետք չի միանշանակ դա ցույց տալ, բայց այնուամենայնիվ այն տրամաբանական կապ պետք է ունենա այդ հանցագործության հետ։ Բառացի, եթե մեջ բերեմ սահմանադրական դատարանի ասածը, դա հետևյալն է։ Բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ Սա բառացի ձևակերպումն է սահմանադրական դատարանի։
Ասեմ, որ սա նորություն չէ, իրավաբանական նոր միտք չէ։ Այն դեռևս Տոդորովի գործով 2021 թվականի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի այդ գործով ամրագրված է եղել որպես շատ հստակ սկզբունք եւ մենք այդ սկզբունքը մատնանշել ենք մեր դիմումում։ Ավելին ասեմ, որ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում քննվող գործերով բազմաթիվ փաստաբաներ այդ հարցը, այդ փաստարկը ներկայացրել էին։ Բայց դատարանները եւ դատախազները այն առ այս պահը մերժում էին իրավունքից իհարկե շատ հեռու որևէ աղերս չունեցող հիմնավորումներով։ Այնպես որ շատ լավ է, որ Սահմանադրական դատարանը այս հարցում վերջակետ դրեց։ Երկրորդ կարևոր արձանագրումը, որ արեց Սահմանադրական դատարանը, դա այն էր, որ նշեց, որ եթե խոսքը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա պետական պաշտոնյայից կարող է բռնագանձվել միայն այն ենթադրյալ ապօրինի գույքը, որը ձեռք է բերվել պաշտոնավարումը սկսելուց հետո։ Սա էլ է շատ բնական եւ տրամաբանական, որտեղ եթե խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի մասին է, ինչ կապ ունի այն գույքը, որը ձեռք է բերվել մինչև պաշտոնի անցնելը։ Եվ կա եւս երրորդ հետաքրքիր մի դրույթ, որը Սահմանադրական դատարանը ամրագրեց, խոսքը վերաբերում է նրան, որ ազգային ժողովը պարտավոր է սահմանել վաղեմության ժամկետ։ Խոսքը վերաբերում է կոռուպցիոն տիպի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում, որովհետև եթե ինչ-որ մեկը, ինչ-որ մի ժամանակահատված իր կյանքի զբաղեցրել է պետական պաշտոն, եւ դուրս է եկել պաշտոնից, նա չպիտի իր ամբողջ կյանքը սպասի, թե երբ դատախազության ուխտը կչոքի իր դռանը եւ ասի, թե ես որտեղից է այս գույքը, որ դու ձեռք ես բերել այս տարիների ընթացքում։ Ցավոք սրտի այս հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանը արեց ընդամենը կես քայլ, որովհետև ամենաողջամիտը կլիներ, եթե Սահմանադրական դատարանը համարեր այս նորման բացակայությունը վաղեմության ժամկետի հակասահմանադրական եւ ժամկետ տար, որպեսզի ազգային ժողովը այդ ժամանակահատվածում որոշում ընդուներ։ Սակայն դա այդպես չարվեց, ամրագրվեց ավելի շատ որպես բարի ցանկություն, սա ուրեմն վերջին ասածս իսկապես կես քայլ էր։ Սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա այժմ ձեռնարկվեն հետևյալ քայլերը։ Նախ դատախազությունը պարտավոր է հրաժարվել հանցավորության դեմ պայքարի շրջանակներում հարուցված այն բոլոր գործերից, որոնցով կապը չի ներկայացրել այն ենթադրյալ ապօրինի գույքի եւ հանցավոր արարքի հետ։ Առավել եւս դատախազությունը պարտավոր է անհապաղ հրաժարվել բոլոր այն գործերից, որոնցով անձինք արդարացվել են։ Իսկ ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում հարուցված գործերի, ապա այդ գործերի շրջանակներում դատախազությունը պետք է վերահաշվարկ կատարի եւ հրաժարվի այն գույքերի բռնագանձման պահանջից, որոնք ձեռք են բերվել մինչև պաշտոն զբաղեցնելը։ Ցավոք սրտի այսքանով ավարտվում է Սահմանադրական դատարանի որոշումը եւ այժմ ես անցնեմ բացասական կողմերին, թերություններին։ Կարևոր հարցերից մեկը, որը մենք բարձրացրել էինք Սահմանադրական դատարանի առաջ, դա սահմանադրականություն եւ պարտավորություն են նրանց, որպեսզի նրանք պահպանեին այն ապացույցները, այն գույքի հետ կապված ապացույցները, որոնք նրանք ձեռք են բերել մինչև օրենքի ընդունումը։ Այսինքն մեր կարծիքով, եթե պահանջ դնել, ապա նախկինում ձեռք բերված գույքի հետ կապված նման պահանջ դնելը դա նշանակում է օրենքին տալ հետադարձ պատկերավոր լինի, ես կառաջարկեի մի պահ
Ես կառաջարկեի մի պահ պատկերացնեք Սահմանադրական դատարանը դրան շատ տարօրինակ ձևով անդրադարձ կատարեց։ Սահմանադրական դատարանը նենգափոխեց մեր փաստարկը։ Մեր փաստարկի փոխարեն այն փոխարինեց, կարծես թե մենք ասում էինք, որ ապօրինի գույքը նախկինում պաշտպանված էր, իսկ հիմա ուրեմն դուք հարցականի տակ եք դնում, դրա համար հետադարձություն ունի։ Նման բան մեր դիմումը չէր պարունակում, բայց Սահմանադրական դատարանը հորինեց, իբրև թե մենք նման պնդում ենք արել, եւ հետո հերոսաբար պայքարեց իր իսկ հորինած, բայց մեզ վերագրած դիրքորոշմանը եւ հաջողությամբ հաղթահարեց այն։ Մի քանի կարևոր դիտարկում ունեմ անելու արդար դատաքննության բանն այն Բանն այն է, որ օրենքը պահանջում է, որ անձը պետք է ապացուցի, որ իր գույքը նախկինում ձեռք բերված, պետական եկամուտներով է ձեռք բերվել։ Բայց շատ հաճախ, հատկապես երբ խոսքը վերաբերում է պետական պաշտոնյաներին, այդ ապացույցները այդ պաշտոնյաների մոտ չեն։ Նրանք ձևով ենթադրենք 90-ական, 2000-ական թվականներին այն չի պահվել։ Պեկում դուք կգտնեք միայն 2013 թվականից։ Հիմա պատկերացրեք այն մարդու որը պարտավոր է ինչ-որ մի բան ապացուցել, այդ ապացույցները գտնվում էին պետության ձեռքում, բայց պետության զրկանքները պետք է կրի այդ մարդը։ Եվ սա իսկապես մեր կարծիքով արդար դատաքննության իրավունքի կոպտագույն խախտում է։ Մեկ այլ կարևոր հարցադրում, որ մենք արել էինք մեր դիմումում, որին դարձյալ Սահմանադրական դատարանը չի անդրադարձել, դա հետևյալն է։ Որոնք են այն հիմքերը, որով առանց որևէ հիմքի սկսել որևէ պաշտոնատար անձի նկատմամբ նախկին կամ ներկա օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացում։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ օրենքը կամայականորեն կարող է օգտագործվել որպես քաղաքական գործիք հենց քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Մեկ այլ լուրջ խնդրի մասին կուզենայի խոսել։ Խոսքը վերաբերում է դատական պաշտպանության իրավունքի սահմանափակմանը։ Ինչ էինք մենք պնդում։ Մենք պնդում ենք այն, որ ուսումնասիրությունը սկսելու պահից անձը եւ իր ամբողջ ընտանիքը հայտնվում են շատ իրավական խոցելի իրավիճակում։ Ամբողջ ուսումնասիրության ընթացքում, որը իրականացվում է գաղտնի, անձի նկատմամբ իրականացվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ եւ ոչ միայն անձի նկատմամբ, իր հարազատների, ոչ միայն ընտանիքի նկատմամբ, իր մերձավորների, գործընկերների, բիզնես գործընկերների նրանց բոլորի նկատմամբ իրականացվում են միջոցառումներ, որոնք թույլ են տալիս վերհանել իրենց անձնական եւ ընտանեկան գաղտնիքները, բանկային գաղտնիքը, նոտարական գաղտնիքը եւ այլն։ Այս պայմաններում մենք պնդում ենք, որ մարդը պետք է հնարավորություն ունենա դատական կարգով բողոքարկելու այդ ուսումնասիրությունը սկսելը, եթե նա համարում է, որ ուսումնասիրությունը ապօրինի է սկսվել։ Սահմանադրական դատարանը տարօրինակորեն համարեց, որ ուսումնասիրություն սկսելը չի կարող համարվել մարդու իրավունքների վրա ազդող որոշում մեջբերեցին։ Շատ տարօրինակ մոտեցում է, բնականաբար այդ մոտեցումը ընդհանրապես կենսունակ չի եւ մի եդում մարդու իրավունքների եվրոպական դատարանը տասնյակ գործերով ստանդարտը սահմանել է, բայց մենք ունենք ինչ ունենք։ Մեկ այլ կարևոր հարց ենք բարձրացրել։
Այն որ ուսումնասիրությունները կարող են տարածվել մինչև 1991 թվականը։ Ես դայում ընտրես եւ հասկանում եմ, որ ձեզանից շատերը միգուցե անգամ ծնվել են 1991 թվականից հետո։ Եվ իսկապես միգուցե ձեզ համար շատ տարօրինակ է հնչում, բայց 91 թվականին խորհրդային միության փլուզումից հետո փաստաթղթաշրջանառության նկատմամբ պահանջները բացարձակապես այնպիսին չէին, ինչպես այսօր։ Կար վիթխարի գերակշռող ստվերային տնտեսություն եւ կար հիպերինֆլյացիա։ Այդ պայմաններում շատ հաճախ երբ մարդու վրա մենք դնում ենք խնդիր, որպեսզի նա ապացուցի 91 թվականից հետո ինչ միջոցներով է նա կարողացել այս կամ այն գույքը ձեռք բերել, մենք պրակտիկորեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված շատ հաճախ անձանց վրա դնում ենք անլուծելի խնդիր։ Սահմանադրական դատարանը այս անգամ էլ ընտրեց լռության տակտիկան։ Հաջորդ հարցը, որ բացատրել էինք, դա կողմերի անհավասարությունը եւ մրցակցության սկզբունքի խախտումը։ Ինչ ունենք իրականում։ Իրականում ունենք հետեւյալ իրավիճակ։ Դատախազությունը օժտված է վիթխարի լիազորություններով։ Այն իրավունք ունի հանձնարարելու անձի նկատմամբ եւ իր մերձավորների նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացում, այն իրավունք ունի պետական բյուջեի միջոցներով պատվիրել տարբեր փորձաքննություններ, այն կարող է օգտվել պետական հարկադրանքի բոլոր միջոցներից։ Իսկ փաստաբանը նման գործիք չունի։ Զավեշտալիորեն Սահմանադրական դատարան ասաց, չէ, սա քանի որ քաղաքացիական դատավորություն է, դուք փաստացի նույն հավասար դիրքերում եք գտնվում, երբ պարզ է, որ դա այդպես չէ։ Իդեպ, քրեական գործերով էլ այդպես չէ, դատախազը ունի շատ ավելի մեծ հնարավորություններ, բայց քրեական դատավարության շրջանակներում սա հարցը մեղմում է նրանով, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած։ Այս գործում չկա անմեղության կանխավարկած, գործում է հակառակ կանխավարկածը, մեղավորության կանխավարկածը, գույքի ապօրինի լինելու կանխավարկածը, ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը։ Այսինքն եւ դատախազության լիազորություններն են շատ ուռճացված եւ միաժամանակ գործում է այս կանխավարկածը։ Եթե սրան ավելացնենք մի փաստ ևս, որ ստանալով ուսումնասիրության դատախազության 3 տարվա աշխատանքի արդյունքը անձը ունի օրենքով սահմանված ընդամենը 1 ամսյա ժամկետ դիրքորոշում արտահայտելու համար, պարզ է դառնում, որ այստեղ հավասարությունը իսկապես խախտված է։ Սա այլ կերպ քան զավեշտալը չեմ կարող անվանել, ներողություն եմ խնդրում, որ այդպիսի տերմին եմ օգտագործում Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, բայց Սահմանադրական դատարանը նշել է հետևյալը, որ այդ դատախազությունն է, որ խեղճերը ստիպված 3 տարի այդ տեղեկատվությունը հավաքում են, անձը լավ էլ գիտի, թե այդ ինչ էին հավաքել։ Շատ նման է, որ քրեական գործով մենք մեղադրանքը, երբ քրեական գործը ավարտվի, մեղադրալին հանձնենք մի 2 ժամով, ասենք մի հատ արագ նայի, դու ինքդ լավ գիտես ինչ հանցագործություններ ես կատարել։ Սա իսկապես Սահմանադրական դատարանին չզող եզրահանգում էր։ Ասեմ, որ կան բազմաթիվ այլ հարցադրումներ, ժամանակի սովորությունը թույլ չի տալիս ինձ անդրադարձ կատարելու դրանց, չնայած դրանք ևս շատ կարևոր են, բայց ես կուզենամ անդրադառնալ մեկ այլ տիպի խախտումներին, խախտումներ, որոնք թույլ է տվել հենց ինքը Սահմանադրական դատարանը եւ խախտել է Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջները։ Մեր դիմումը Սահմանադրական դատարան մենք ներկայացրել էինք 21 թվականի նոյեմբեր ամսին։ Անցել է 3.5 տարի։ Օրենքը ունի հստակ դրույթ, քանի ամսում կարող է Սահմանադրական դատարանը քննել այդ հարցը։ Որպես կանոն 6 ամսում, բայց Սահմանադրական դատարանը իրավունք ունի երկարաձգել եւս 3 ամսով, այսինքն 9 ամիս ստացվեց։ Օրենքը նաև հնարավորություն է ընձեռել Սահմանադրական դատարանին կասեցնելու վարույթը, եթե օրինակ եւ իրենք օգտվեցին 2 անգամ այդ հնարավորությունից, կասեցեցին վարույթը, դիմելով Վենետիկի հանձնաժողով, հետագայում նաև դատախազություն, բայց դատախազությունից պատասխանը ստացել են 23 թվականի օգոստոս ամսին։ Ու ոչ մի շարժ։ Եթե նայեք կասեցման որոշումը այնտեղ գրված է, կասեցնել մինչև դատախազությունից պատասխանը ստանալը։ Սահմանադրական դատարանը խախտել է Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված ժամկետները, եթե անգամ հաշվի առնենք 9 ամիսը կասեցման ողջ ժամանակահատվածը 2-ից ավելի տարի ցուցաբերելով
անգործություն։ Սա ինքնին արդեն լուրջ իրավական խախտում է, բայց բացի այդ կա մեկ այլ ոչ պակաս կարևոր խախտում։ Ես ուղղակի կմեջբերեմ օրենքից։ Իրավական ակտի սահմանադրականությունը որոշելիս սահմանադրական դատարանը գնահատում է ինչպես այդ ակտը, այդպես էլ ձևավորված իրավակիրառական պրակտիկան։ Սահմանադրական դատարանը դա չարեց։ Նա ստացավ նյութեր դատախազությունից, նա ստացավ նյութեր դատարաններից եւ վերջին օրը որոշեց դրանք հետ վերադարձնել չհամարելով գործի նյութեր։ Շատերի մոտ իհարկե հարց կծագի, թե ինչու այդպես արեց սահմանադրական դատարանը, ինչու այդ օրենքի շատ հստակ պահանջը անտեսեց։ Մենք մեր դիմումում շատ չէինք կարող դրանց վրա հղում անել, որտեղ 21 թվականի նոյեմբերին դեռևս դատական պրակտիկա չկար։ Բայց հիմա կար եւ սահմանադրական դատարանը դա ստացել էր։ Կարծում եմ պատասխանը շատ պարզ է։ Եթե անդրադառնային դատական պրակտիկային այլ երկ չունեին, քան Տոդորովի գործի ստանդարտները կիրառել իրավակիրառ պրակտիկայի նկատմամբ եւ համարել իրավակիրառ պրակտիկան հակասահմանադրական։ Իսկ այսպես շատ մեծ տարբեր որոշում կայացեց։ Ամեն ինչը սահմանադրական է, եթե այսպես մեկնաբանվի։ Այսինքն հարցը թողեցին դատախազության դաշտում, որ դատախազությունը պատշաճ իրավագիտակցություն ցուցաբերի եւ կարողանա ճիշտ կատարել սահմանադրական դատարանի որոշումը։ Սա կարծում եմ սահմանադրական դատարանի երկրորդ կոպիտ սխալն էր։ Այժմ եզրափակեմ։ Սահմանադրական դատարանի որոշումը չնայած պարունակում էր դրական տարեր, չի անդրադարձել մի շարք կարևոր հարցերի եւ այդ հարցերը մի օր ուժած անձանց գանգատով կհայտնվեն նույն սահմանադրական դատարանում կամ մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Եթե նախկինում օրենքը թույլ է տալիս այն մեկնաբանել, որ 2-ին գումարած 2 հավասար է 100-ի, սահմանադրական դատարանը ասեց 2-ին գումարած 2-ը 10-ից ավել չի։ Բայց չկարողացավ համարձակություն ունենալ, ասելու, որ 2-ին գումարած 2-ը հավասար է 4-ի։ Արդյունքում դեռևս ծագելու են բավականին շատ խնդիրներ, որ նոր վեճեր եւ արդյունքում դարձյալ կտուժի եւ քաղաքացին եւ պետությունը։ Ցավոք հիմքեր ունեմ պնդելու, որ սա արված է նպատակադրված եւ գիտակցաբար եւ հիմնական նպատակն է ունենալ գործիք, որը հնարավորություն է տալիս զբաղեցնել քաղաքական հակառակորդներին անհեթեթ մեղադրանքներով, անհեթեթ հայցերով, որտեղ մարդիկ այլ ելք չունեն, քան ծախսելու իրենց ժամանակը եւ ռեսուրսները պաշտպանության վրա, դրանով նրանց շեղել քաղաքական վրակարգից։ Ինչ կլինի հետագայում։ Իհարկե հավերժ այսպես շարունակվել չի կարող եւ մի օր կլինեն վճիռներ, որով բռնագանձված գույքը այն դեպքերում, երբ խախտվեն այն սկզբունքները, որոնց մասին ես խոսեցի եւ որոնք արդեն միջազգային իրավունքում շատ հանրահայտ սկզբունքներ են, կլինեն որոշումներ, որ քաղաքացիներին պետք է վերադարձվի բռնագանձված գույքը, պետք է հատուցվի նրանց վնասները, արդյունքում պետությունը կտուժի, ինչպես եւ կտուժեն մեր քաղաքացիները։ Ես պատրաստ եմ պատասխանելու ձեր հարցերին, ժամանակ բավականին ունեմ, այնպես որ հերթով կգնանք։ Հերթով։